Հայաստանի գործող վարչապետը արշավ է սկսել հայ առաքելական եկեղեցու դեմ եւ արդեն հավակնություններ ունի գահընկեց անել կաթողիկոսին եւ ուղղակիորեն ասում է, որ պետությունը, այսինքն ինքը կարող է դեր ունենալ, թե նոր կաթողիկոսը ով պետք է լինի։ Այսինքն ինքը միջամտում է եկեղեցու գործերին եւ այստեղ առաջանում է հարց. ինչի այս ամենը սկսվեց, որն էր դրա քաղաքական պատճառը, իրավական մասը արդյոք վարչապետը իրավունք ունի խառնվելու եկեղեցու հարցերին, ընդհանրապես ինչ է իրենից ներկայացնում կուսակրոնության խնդիրը, ինչպես առաջացել, որն է դրա իմաստը եւ որքանով է դա կարեւոր եւ ժամանակակից քրիստոնեական աշխարհը ինչ վերաբերմունք ունի այդ խնդրի հանդեպ։ Սկզբից խոսենք կուսակրոնության մասին, առհասարակ կուսակրոնության այս երևույթը եղել է դեռևս մինչև քրիստոնեությունը։ Հին հույների մոտ որոշակի փիլիսոփաներ կային, ստոիկները, գնոստիկները եւ այլն, որոնք համարում էին, որ որպեսզի կարողանալ նվիրվել փիլիսոփայությանը կամ գիտությանը, ապա պետք է զերծ մնալ սեռական հարաբերություններից, առավել եւս ամուսնությունից, որպեսզի կարողանալ ամբողջովին նորից կրկնում եմ նվիրվել իրենց գործին։ Հին Հռոմում նույնպես նման խնդիր կար, արդեն կանանց վերաբերող վեսպասալուհիները, որոնք դառնալով քրմուհիներ 30 տարի պարտադիր պետք է պահեին իրենց կուսությունը, հակառակ դեպքում մահապատիժ էր նրանց սպառնում։ Քրիստոնեության մեջ որպես այդպիսին նման խնդիր սկզբնական շրջանում չի եղել եւ դա շատ վեճերի առարկա է եղել, երբ որ սկսվել է արդյոք որքանով է դա պարտադիր, որքանով պարտադիր չի եւ Հիսուսի առաքյալները, 12 առաքյալները, նաեւ 70-ականները, նրանց աշակերտները, նրանց նույնպես առաքյալներ են համարում, նրանց մի զգալի հատվածը ամուսնացած է եղել, այսինքն այն տվյալները, որոնք մենք ունենք, նույն Պետրոսը եղել է ամուսնացած, իսկ Հռոմի գահը դա համարվում է Պետրոսի գահը եւ Հռոմի պապերը նստած են Պետրոսի գահի վրա։ Եվ առհասարակ հրեական, հուդայական ավանդույթներում ճիշտ հակառակ մոտեցումը կար, բոլոր տղամարդիկ պարտավոր էին ամուսնանալ, նաեւ հոգեվորականները։ Եվ նման խնդիր առհասարակ գոյություն չուներ, այստեղ նաեւ կարեւոր է խոսել, թե որն էր դրա իմաստը, բացի հոգեվոր եւ փիլիսոփայական առումներով, որ մարդ պետք է նվիրվի իր գործին եւ ոչինչ իրեն չպետք է խանգարել այդ նվիրման համար։ Ուրեմն գանք առաքյալ հասկացողությանը, հունարեն ապոստոլ։ Դա ուղղակի նշանակում է առաքված մարդ, առաքյալ։ Հին հույները, երբ որ որևէ երկու քաղաքների միջև բանակցություններ էր լինում, այն մարդուն, որին ուղարկում էին այդ բանակցությունները վարելու, նա համարվում էր առաքյալ, այս քաղաքի կողմից առաքված անձնավորություն, ապոստոլը։ Եվ այս նույն տրամաբանության մեջ առաջացավ այդ քրիստոնեության մեջ առաքյալ հասկացողությունը, որ նրանք Հիսուս Քրիստոսի առաքյալներն են, նրա աշակերտներն են։ Եվ այդ առաքյալները, համենայն դեպս այն տեղեկությունները, որը մենք ունենք, ընդհանրապես խնդիր չի եղել, որ նրանք չպետք է ամուսնացած լինեն։ Հիմա գանք այդ խնդրին, ինչ ուրիշ իմաստ ուներ այդ կուսակրոնության հարցը։ Ուրեմն առաջի քրիստոնեական համայնքները, որոնք ձևավորվում են, այսինքն ինստիտուտ չկար, գոյություն չուներ, այդ համայնքներում առաջանում են ֆինանսական խնդիրներ եւ համայնքներում ընտրում են մարդիկ, որոնք զբաղվում են այդ ֆինանսական հարցերով։ Այդ մարդկանց, որոնք այդ գործունեությամբ են զբաղվում, անվանում են եպիսկոպոսներ։ Եպիսկոպոս բառը նույնպես առաջացել է հին Հունաստանում, հին Հռոմում, դրանք այն մարդիկ են, որոնք կառավարիչներ են, բառացի դա նշանակում է կառավարողներ, ժամանակակից լեզվով մենեջերներ։ Եվ քանի որ այդ գումարը իրենց տրամադրության տակ էր, ապա այդ ժամանակ այն նման խնդիրներ առաջանում են, որ այդ գումարները չվատնեին, եթե նրանք ունենում են ընտանիքներ, ունենում են ժառանգներ, բնականաբար այդ համայնքային փողերի նկատմամբ կարող այլ տիպի վերաբերմունք ունենային։
Սակայն մինչև 5-րդ դարը ընդհանրապես այդ կուսակրոնության խնդիրը խիստ դրված չէր։ Եկեղեցու հայրերը 4-րդ դարում մասնավորապես Հովանես Ոսկեբերանը կամ Գրիգոր Նիսացին իրենց ստեղծագործություններում գրում են, որ կուսակրոնությունը իհարկե ցանկալի է, բայց դա պարտադիր չի։ Եվ ինչ-որ առումով սա գալիս է նաև 5 կտակարանի Ադամ եւ Եվայի պատմությունից, որովհետեւ Եվան գայթակղեց Ադամին եւ դրա համար իրենք դուրս վռնդվեցին դրախտից, իսկ քրիստոնեության գլխավոր գաղափարը, որը ձևակերպել էր Պողոս առաքյալը, այն էր, որ մեր խնդիրը որն է, մեր խնդիրը մեր հոգու փրկությունն է։ Եթե Հիսուսին ճանաչում ենք որպես փրկիչ, ընդունում ենք, ապա մեր հնարավորություն կա, որ մեր հոգին փրկվի։ Իսկ հոգին փրկվելու համար բնականաբար պետք է բոլոր հնարավոր նյութական գայթակղություններից զերծ մնալ։ Սա այն գաղափարն էր, որը նաև տարածում էր Պողոս առաքյալը եւ ասում էր ցանկալի է, պարտադիր չի, բայց ցանկալի է, որպեսզի չամուսնանան այն մարդիկ, որոնք իրենց նվիրում են եկեղեցին։ Նման խնդիր առաջացավ Քաղկեդոնի ժողովի ժամանակ 451 թվականին, երբ որ որոշում կայացվեց, որ եպիսկոպոսները չպետք է լինեն ամուսնացած, որովհետև այդ ժամանակ արդեն եկեղեցին հզորացել էր եւ ինչ որ առումով մրցակցում էր աշխարհիկ իշխանության հետ, իրենք ունեն մեծ ունեցվածք, հողեր եւ այլն, եւ ըստ էության նրանք կարող են մրցակցել եւ բարձր հոգևորականները ունենային ժառանգներ եւ դա առաջանար դինաստիաներ հետագայում նրանք փորձեին լինել իրական իշխանություն հայ առաքելական եկեղեցում նույնպես մինչև 5-րդ դար 6-րդ դար նման խնդիր գոյություն չուներ եւ Գրիգոր Լուսավորիչը եւ իր ժառանգները դա պաշտոնապես իր երեխաներն էին եւ մոտ 100 տարի քրիստոնեություն ընդունելուց հետո նման խնդիր համենայն դեպս գլխավոր եպիսկոպոսների մոտ կաթողիկոս հետագայում անվանվեցին, այդ գլխավոր եպիսկոպոսները հայկական, ապա նման խնդիր գոյություն չուներ։ Ինչ վերաբերում է կաթոլիկ եկեղեցուն, ապա կաթոլիկ եկեղեցուն այդ ցելիբատը, կուսակրոնությունը բավականին խիստ է դրված, եղել, հիմա էլ նույնպես խիստ է դրված, բայց համենայն դեպս հստակություն այնքան էլ չկար եւ ընդամենը 1074 թվականին Գրիգոր 7-րդ պապը այդ հարցը շրջանառության մեջ դրեց, որ պետք է որոշում կայացվի եւ 1139 թվականին մոտ 100 տարի հետո լատերական ժողովի ժամանակ կաթոլիկ եկեղեցին ընդունեց այն նորմը, որ եպիսկոպոսները եւ առհասարակ հոգևորականները միջև սարկավագից հետո պետք է լինեն չամուսնացած, սակայն Հռոմում մենք գիտենք, որ եղել են նույնիսկ Հռոմի պապեր, որոնք ունեցել են երեխաներ եւ իրենց երեխաները նույնիսկ Հռոմի պապ են դառել, մասնավորապես Սերգիոս 3-րդ պապի որդին դառնում է նույնպես պապ Հովանես 21-րդը։ Մենք գիտենք Բորջա, Ալեքսանդր Բորջայի պատմությունը, որ ուներ երեխաներ, նրա տղաներից մեկը փորձում էր միավորել Իտալիան, որին նվիրում էր գիրքը Մակիավելին եւ հույս ուներ, որ Չեզարե Բորջան կկարողանա միավորի։ Մյուս պապերը նույն Պողոս 3-րդ պապը ուներ 8 երեխա առնվազն, որտեղ ասում են ուներ ավելի շատ, եւ նրանք ինքը պաշտոնապես ընդունում էր, նրանց ամուսնությունները Հռոմի պապի պալատում էր կազմակերպվում, նրանց լավ ամուսնության էր պատրաստում իր կապերի միջոցով եւ այլն, այսինքն Հռոմում այդ ամեն ինչը միշտ եղել է։ Հիմա գանք մեր օրերը, որքանով է կուսակրոնության հարցը խիստ դրված եւ ես կարծում եմ, որ հայ առաքելական եկեղեցու շատ սպասավորներ նույնիսկ ուրախ են, որ այս հարցը բարձրացվել է, այդ հանրային հնչողություն է ունեցել, որովհետեւ եկեղեցում սպասավորները եկեղեցու միշտ այդ հարցը բարձրացնում են, նույնիսկ կաթողիկոսին են դիմում, որ եկեք որևէ նոր պաշտոնական որոշում կայացնենք եւ այդ կուսակրոնության խնդիրը ինչ որ կերպ լուծենք, որովհետեւ առհասարակ բոլոր եկեղեցիներում կուսակրոնությունը առաջանում է բավականին հոգեկան եւ ֆիզիկական խնդիրներ եւ արդեն դա հնացած թեզ է, առավել եւս որ նման խիստ հարց սկզբնական շրջանում քրիստոնեության մեջ չի եղել։
Այդ խնդիրը գոյություն ունի նաև կաթոլիկ եկեղեցում, եւ կաթոլիկ եկեղեցում միշտ այս խնդիրը արկա է եղել, եւ նույնիսկ վերջի պապը, որ մահացավ վերջերս Ֆրանցիսկոսը, նույնիսկ որոշում էր կայացրել, որ այն հեռավոր վայրերում, որտեղ դժվար է հոգևորական գտնել, որ այդ պարտականությունները կատարի, կարող է եւ լինել ամուսնացյալ հոգևորական, մասնավորապես Լատինական Ամերիկայում, Ամազոնի շրջաններում։ Ուրեմն կաթոլիկ կուսակրոնության խնդիրը առհասարակ ի սկզբանե դրված չի եղել եւ բացի հոգեվոր աճի նպաստող որպես երևույթ, այն ուներ նաեւ ֆինանսական խնդիր, որ հոգեվոր իշխանությունը այնքան չհզորանա, որ հավակնի աշխարհիկ իշխանությանը եւ հոգեվորականներից թագավորներ առաջանան, դինաստիաներ լինեն նրանց երեխաները, նույնպես փորձեն դառնալ աշխարհիկ իշխաններ եւ թագավորներ։ Այս սա է հիմնական խնդիրը եղել։ Ժամանակակից աշխարհում սա պարտադիր հարց չի եւ ես կարծում եմ այդ հարցը պետք է վերանայվի։ Բայց այնուամենայնիվ գանք մյուս ասպեկտին այս խնդրին։ Արդյոք Հայաստանի գործող վարչապետը իրավունք ունի կուսակրոնության խնդիր բարձրացնի եւ դրանից ելնելով փորձի կաթողիկոս փոխել։ Ուրեմն հայ առաքելական եկեղեցին դա միաբանություն է։ Ինչ է նշանակում միաբանություն։ Ռուսերեն ավելի ծանոթ բառ է, դա օրձինն է, այսինքն միաբանվել են ինչ-որ մարդիկ, մի խումբ մարդիկ, ընդունել են կանոնադրություն եւ որոշել են իրենք ծառայելու են քրիստոնեական ուսմունքին եւ ժողովրդին եւ այդ ուսմունքը ժողովրդին են տարածելու, ծիսակատարություններ են անելու եւ դա փակ կառուցված կառույց է, որտեղ մտնելով պետք է համապատասխան կանոնադրություն ընդունել եւ համապատասխան երդում տալ, որ ծառայում են Աստծուն։ Որևէ այլ մարդ չի կարող իրենց այդ հարցերի մեջ ներխուժել եւ որոշում կայացնել, առավել եւս աշխարհիկ իշխանության ղեկավարը, որտեղ եկեղեցին եւ պետությունը միմյանցից բաժանված են։ Եթե աշխարհիկ իշխանությունը փորձում է մտնել այդ եկեղեցու տիրույթ, ապա եկեղեցի տիրույթի մարդիկ եւ մենք յուրաքանչյուրս կարող ենք նույնպես անձնական դաշտ մտնել գործող վարչապետի եւ այստեղ իրավաբանները մեծ աշխատանք ունեն անելու։ Արդյոք Հայաստանի վարչապետի պարտնյորը, ընկերուհին, որի հետ չկա պաշտոնական ամուսնություն, այսինքն ամուսնությունը լինում է երկու տեսակի՝ եկեղեցական ամուսնություն եւ քաղաքացիական ամուսնություն։ Քաղաքացիական ամուսնությունը այն է, որ այսպես կոչված ԶԱԳՍ-ում գրանցում են ամուսնությունը, որից հետո արդեն իրավական խնդիրներ են առաջանում երկու մարդկանց միջև, ժառանգության հարցեր, սեփականության հարցեր եւ այլն, եւ նույնիսկ պետական պաշտոն գրավելուց օրինակի համար պետության ղեկավար, ինչպես Միացյալ Նահանգներում առաջի տիկին հասկացողությունը, մյուս երկրներում առաջի տիկին հասկացողությունը, որը պաշտոնական կարգավիճակ է եւ առաջի տիկինները որոշակի պետական գործառույթներ են իրականացնում։ Հիմա ով է այս կինը, որը որևէ իրավական հարաբերությունների մեջ մտած չի այն անձի հետ, որը այսօր վարչապետ է, եւ մեր հարկերից նրանց վրա ծախսվում է գումարներ, հա, այդ կինը հանդես է գալի ինչ-որ պաշտոնական ելույթներով, նրան մեր հարկերից գումարներ է տրվում նրա անվտանգությունը ապահովելու համար եւ նա մեծ շքախմբով է ման գալի։ Պետական գործառույթները իր վրա վերցրել, որը նույնիսկ օրինական կինը, երկրի ղեկավարը չի կարող դա իրականացնել։ Սա այն հարցերն են, որ արդեն նույնպես կարելի է դնել գործող վարչապետի առաջ։ Սա իրավական եւ բարոյական մասն է։ Հիմա գանք այս ամենի քաղաքական բաղադրիչին։ Ինչից սկսվեց այս ամենը։ Այս հարձակումից մի քանի օր առաջ կաթողիկոսը գտնվում էր Շվեյցարիայում միջեկեղեցական մեծ հավաքում, որտեղ ունեցել է շատ կարևոր ելույթ, կարևորագույն շեշտադրումներով։ Կաթողիկոսը խոսել է Արցախի էթնիկ զտումների մասին, կաթողիկոսը խոսել է հուշարձանների մասին, որոնք ոչնչացվում են եւ Արցախում եւ ժամանակին ոչնչացվել են Նախիջևանում, եւ խոսել է մեր գերիների կամ պատանդների մասին, որոնց անօրինական ձևով դատում են Բաքվում եւ կտանքների են ենթարկում։
այս ելույթը ըստ էության գործող իշխող ընտանիքի համար խնդիրներ է առաջացրել, որտեղ այս ամենի մասին խոսելը Հայաստանում պետական մակարդակում արգելված է։ Եվ եթե մենք թույլ տանք, որ այս իշխող ընտանիքը կարողանա իր այս նպատակներին հասնել, փոխել եկեղեցում իշխանությունը եւ իր կողմից դարձնել վերահսկելի, ինչպես ժամանակին անօրինական ձևով այդ ամենը արել էր Սահմանադրական դատարանի հետ, դատական համակարգի հետ, որտեղ դատավորներ էին ծեծում, ասֆալտին էին պառկացնում, կոմպրոմատներ էին օգտագործում, ապա մենք բոլորս պետք է հասկանանք, որ մենք կանգնած ենք ոչ միայն արտաքին մարտահրավերների առաջ, այլ ներքին մարտահրավերների առաջ, եւ դեռ հարցն է, որն է ավելի վտանգավոր։ Հայաստանում սկսել է հաստատվել արդեն կարմիր գծեր չունեցող բռնատիրություն։